Լույս է տեսել Մոնպելիեի համալսարանում արվեստի և միջնադարի պատմության դոկտոր Էմմա Չուքասյանի աշխատությունը Հովհաննես արքաեղբոր և Գրների մանրանկարչական դպրոցի մասին։ Կիսարյուն արքայազնը և նրա գեղարվեստական ժառանգությունը խորագրով անգլերեն հատորը գիտնականի երրորդ մենագրությունն է Կիլիկիայի մանրանկարչության մասին։ Հովհաննես արքեպիսկոպոսը հետում առաջին արքայի եղբայրը Գրներում մանրանկարչական դպրոց է հիմնել և համարվում է 13-րդ դարի երկրորդ կեսին Կիլիկիայում մանրանկարչական նոր ուղղության հիմնադիրը։ Իշխանական ծագմամբ այս հոգևորականը այդ շրջանում Կիլիկիայում արվեստների և գիտության մեծագույն հովանավորն է եղել։ Առաջի Կիլիկյան ամբողջական ավետարանն է մեզ հասել Հովհաննես արքաեղբոր ժամանակից, քանի որ 1270 թվականով տպագրվող Աստվածաշունչը, որը որ Հովհաննես արքաեղբայրը պատվիրել է, կարելի է համարել առաջին ամբողջական Կիլիկյան Աստվածաշունչը, եւ որի հիման վրա էլ արդեն ստեղծվում է հետագայում Հետում երկրորդի Աստվածաշունչը, որն էլ ծառայում է հետագայում Ոսկան Երևանցու առաջին տպագիր հայերեն Աստվածաշնչի համար որպես նախօրինակ։ Հովհաննես արքաեղբոր հիմնած դպրոցը նույնպես նորարարական էր։ Ըստ էության այդ դպրոցն է ձևավորել հետռոսլինյան մանրանկարչության ավանդույթները։ Էմմա Չուքասյանը ուսումնասիրության մեջ նկատում է, հենց Գրների դպրոցի նկարիչներն են եղել նկարազարդողների խմբում, որը Կիլիկյան մանրանկարչության կոթող համարվող Հետում երկրորդի ճաշոտ ձեռագրի շքեղ մանրանկարների հարդարանքն են ստեղծել։ Մինչ այս նշանավոր ձեռագրի մասին միայն ստացողի անունն ու ստեղծման թվականն էր հայտնի։ Հովհաննեսի մանրանկարչական դպրոցում, Գրների մանրանկարչական դպրոցում ի հայտ եկող նկարիչների ոճը բացարձակ տարբեր է Ռոսլինի մանրանկարչական ոճից։ Այսինքն թե պատկերագրական առումով է տարբեր, թե ոճական առումով, եւ այս տարբերությունը պատահական չէ։ Ես կարծում եմ, որ գիտակցելով Ռոսլինի մեծությունը եւ գիտակցելով Ռոսլինի կողմից ցուցաբերվող նորարարությունները արվեստի մեջ, Հովհաննեսը հատկապես ուշադրություն է դարձրել, որպեսզի իր դպրոցի մանրանկարիչները չկրկնեն արդեն իսկ եղած ավանդույթները եւ նորամուծություններ ընդգրկեն արվեստի մեջ։ Եվ եթե համեմատելու լինենք առանձին տեսարաններ, առանձին ավետարանիչների դիմանկարներ, ակնհայտ է այս տարբերությունը։ Հովհաննես արքաեղբայրը առաջնորդել, հովանավորել և զարգացրել է Գրների վանքը, իր հիմնած դպրոցում խրախուսել թարգմանական գործը։ Զբաղվել է գրչությամբ, գրել է հիշատակարաններ։ Աշխատության մեջ հեղինակն անդրադարձել է 3 ավետարան ձեռագրերի։ Մեկը Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահում պահվող 1263 թվականի ձեռագիրն է։ Մյուսը Մյունխենի բավարական գրադարանում է պահվում։ 1278 թվականի ավետարան է։ Մաշտոցյան մատենադարանի 1289 թվականի ավետարանը Հովհաննեսի կյանքի վերջին տարում ստեղծված ձեռագրերից է։ Նրա ղեկավարությամբ ստեղծված ձեռագրերը աչքի են ընկնում թարմ ոճով, մոնումենտալությամբ, իրենից դարեր հետո սկսված վերածննդին հատուկ ազատությամբ։ Դա հենց պայմանավորված է այդ ձեռագրերի արևմտամետությամբ եւ այն ազատությամբ, որը տեսնում ենք այս նկարիչների մոտ, որը շեղվում է բյուզանդական այդ կանոնիկ ոճից, պատկերագրական խիստ կանոններից եւ ավելի ազատ ոճ է դեպի ձգտում, որը հենց արևմտյան արվեստի կողմնորոշումներից էր։ Եվ եթե ուշադիր լինենք, այս նկարիչները, որոնք որ աշխատում են Գրների դպրոցում, բավականին մոնումենտալ ոճ ունեն, որը կարող է ակնարկել նաեւ, որ այս նկարիչները գուցե նաև որմնանկարներ էին ստեղծում եւ այդ մոնումենտալությունը հենց դրանով էր պայմանավորված, որը շատ հետաքրքիր է եւ դիտարկելի հատկապես ավետարանիչների դիմանկարներում, որտեղ նկատում ենք ծավալային մարմիններ, ծավալային հագուստի շերտեր։ Գիտնականը հանգամանալից ուսումնասիրել է նաև Հովհաննես արքեպիսկոպոսի կյանքի օրոք ստեղծված բացառիկ դիմանկարները եւ պարզել։ 4-ից 3-ն են իսկապես պատկերում մեծ գործչին, 4-րդ դիմանկարում Սուրբ Ներսես Լամբրոնացին է։ 4-րդ դիմանկարը բոլորովին նրան չի պատկերում, այլ պատկերում է Ներսես Լամբրոնացուն եւ մինչ այդ եղած վարկածը, որ սա նրա պատկերն է, փաստորեն հերկվում է այս ուսումնասիրության մեջ, սակայն անգամ այս 3 դիմանկարներով պարզ է դառնում, որ նա ինքը իրեն ուզեցել է ներկայացնել թե որպես իշխան եւ թե որպես հոգեվոր աշխարհի ներկայացուցիչ եւ այսպես ասած առավելությունը, որ նա իշխանական ծագման
մարդ էր, ոչ միայն հոգևորական, մի շատ մեծ առավելություն է նրան տվել, որպեսզի նա կարողանա ֆինանսավորել, որպես մեկենաս հանդես գալ 23-ից ավելի ձեռագրերի համար։ Այս ձեռագրերի թիվը վստահ շատ ավելի մեծ է եղել, 23-ը միայն մեզ են հասել։ Երկրորդ այսպիսի անձնավորություն թերևս մեր պատմության մեջ դժվար է գտնել եւ չկա, ում անունը որ կասոցացվեր այս քանակությամբ ձեռագրերի հետ եւ այսքան մեծ կարեւորություն կունենար մանրանկարչության առաջխաղացման մեջ։ 4 գլխից բաղկացած հատորի առաջին մասում Հովհաննես արքայեղբոր մասին պատմական տեղեկություններն են, երկրորդ գլուխը Վաշինգտոնյան հավաքածուի ավետարանի մասին է։ Հովհաննես arczepiskopos-ի առաջին դիմանկարը հենց այս ձեռագրում է։ Մյունխենում պահվող ավետարանի մասին է երրորդ գլուխը։ Մատենադարանում պահվող ձեռագրի մասին 4-րդ գլխում հեղինակը պարզել է։ Մի քանի մանրանկարիչ են աշխատել ձեռագրի վրա։ Հաջողվել է պարզել նաև արքայեղբոր աշակերտներից ոմանց անունները՝ Կոստանդին, Բարսեղ, Վասիլ։ Կարողացել եմ գտնել մի ձեռագիր, որը բրիտանական գրադարանում է պահվում, որը նկարազարդված է Բարսեղ անունով մանրանկարչի կողմից, ում ձեռքը, ում աշխատելաեղանակը ի հայտ է գալիս գրեթե բոլոր հետռոսլինյան շրջանի մանրանկարներում եւ փաստորեն այս ամբողջ ընթացքում, որ մեզ թվում էր թե կարելի ասել չգիտենք այս հանճարեղ նկարիչներից ում ոչ մեկի անունը մեզ չի պահպանվել, փաստացի այս Բարսեղի անունը կարելի ասել փաստացի պահպանվել է, գիտենք նրա անունը եւ հստակ տարբերակելի է նրա աշխատելաեղանակը։ Գրների նշանավոր դպրոցի հիմնադիր Հովհաննեսը ապրել է Կիլիկյան 3 թագավորների օրոք, ձևավորել իր ժամանակի գեղարվեստական ճաշակը։ Էմմա Չուքազյանը իր մենագրությունը նվիրել է հայ եկեղեցու այն բոլոր սպասավորների հիշատակին, որոնք ոչ միայն եկեղեցու, այլև հայ արվեստի եւ մշակույթի նվիրյալներ են եղել, ինչպիսին էր ամբողջ կյանքում եկեղեցուն, գիտությանը եւ արվեստին նվիրված Հովհաննես arczepiskopos Հետումյանը։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։